Մութենը, ձեր տանը ջուրդ մութենը, մեր ակ տեսնամեց կիշեր մթնում լույս կթենը։ Արապաստի պենկինի։ Պենը հասես տիկինի։ Մենք ուղակի 20 թվականից հետո։ Կտանից տեխտոնը էլ կզան ապուկ չունկել։ Աստուծ ձեզ թվետա թրջցնել։ Արցախյան սիրո հեքիաթը կամ Արապաստի պենկինի ներկայացումը Արցախի մայրփաթոնի առաջին ներկայացումն է Երևանում, նկատի ունեմ Հայաստանում վերակազմավորված Արցախի թատրոնի առաջին ներկայացումն է եւ այն շատ ուրախ, շատ արցախոտ, շատ արցախյան, Արցախի բարբառով, շատ գողտրիկ միևնույն ժամանակ շատ գեղեցիկ կարծում եմ, որովհետեւ Արցախը ինքնին շատ գեղեցիկ էր եւ ես որպես բնադրիչ փորձել եմ այդ գեղեցկության թեկուզ մի մասնիկը բերել այստեղ եւ ես կարծում եմ, որ մեր հանդիսատեսը սիրել է այնքան, որքան մենք ենք սիրով աշխատել եւ կարծում եմ, որ գեղեցիկի եւ գողտրիկի միաձուլումից շատ հետաքրքիր գործ է ստացվել։ Իրականում այս ներկայացումը բեմադրվել է հենց չեմ ուզում տարանջատում մտցնեմ, բայց ավելի շատ մեր թիրախը Արցախի հանդիսատեսն է, որովհետև այն Արցախի բարբառով է եւ միանշանակ հետաքրքրության շրջանակը ավելի արցախցիների շրջանում է, բայց ես տեսնում եմ, որ մեր ներկայացումները հաճախում են նաեւ այստեղի մեր հայրենակիցները շատ կարոտած, նրանք ովքեր ինչ-ինչ առումներով ժամանակի վերումով միշտ ինչ որ հարաբերություն են ունեցել Արցախի բարբառի կամ Արցախի հետ, շատ են կարոտել Արցախը եւ այդ կարոտը նաեւ փորձում են այս ներկայացման միջոցով եւ բարբառի միջոցով արնել եւ դա շատ ազդեցիկ եւ շատ հուզիչ է մեզ համար։ Մեր Արցախի հանդիսատեսը գալիս է որպեսզի հաղորդակցվի նորից արդեն բեմից լսի, որովհետեւ սա առաջին անգամ է, երբ Հայաստանյան բեմից հնչում է Արցախի բարբառը, սա շատ կարեւոր է արցախցիների համար, որովհետեւ այսօր բարբառի պատմության խնդիր կա այստեղ, իսկ մեր հայրենակիցների համար դա Արցախի հետ հարաբերվելու գեղեցիկ ճանապարհ է, այնպես որ կարծում եմ, որ երկուստեք հետաքրքրությամբ են դիտում այս ներկայացումը եւ մենք շատ ուրախ ենք այդ առիթով։ Եվ այս ներկայացումը անգամ ուրախ ներկայացում է եւ մենք հատուկ ենք ընտրել այս թեման, որ այսքան ցավերով անցած ժողովրդին մի փոքր ուրախություն ապարգևելու առիթ ստեղծենք, մենք շատ ողջավորված ենք աշխատել եւ ամեն օրը հավատացեք, ես երևի չկարողանամ ինչ-որ մի դեպք առանձնացնել, որովհետեւ ամեն օրը ես համարում եմ, որ այս ներկայացման process-ը տոն է մեզ համար եւ նաեւ տոնը արդեն ինքը ներկայացումը բեմում եւ այս ամբողջ ընթացքը հետաքրքիր է։ Ես տեսնում եմ ինչպիսի ջերմությամբ են աշխատում դերասանները եւ ինչպիսի ջերմությամբ են նաեւ խաղում ներկայացումը։ Ներկայացման սցենարի վրա աշխատելուց ես մի քիչ դժվար չեմ աշխատել, շատ սիրով եմ աշխատել, ուղղակի պահեր են եղել, երբ որ ես հասկացել եմ, որ սա բեմի համար է եւ պետքա ընտրվի հենց այն դիալոգները Արցախ, քանի որ շատ հարուստ է Արցախի բարբառը, այն մտքերը, որոնք կարող են այսպես միավորիչ լինել եւ կարող են նաեւ անկալելի լինել այստեղի մեր հանդիսատեսի համար, հայրենակիցների համար, շատ գեղեցիկ մտքեր կան ներկայացման մեջ, ես բոլորը սիրում եմ, բայց մի միտք կառանձնացնեմ, որ շատ մեծ խորհուրդ ունի ըստ դա հետեւյալ միտքն է, որ հնչում է սիրած զույգի ծնողներից մեկին, երբ որ օրհնում է վերջում զույգին, ասում է Աստուծ ձեզ թվետա թրջցնել։ Այս ներկայացման անվանումը Արապաստի պենկինի կամ Արցախյան սիրո հեքիաթ շատ հետաքրքիր է իրականում, որովհետև բերված է Արցախի կոլորիտը, Արցախյան շունչը ու գյուղական շունչը ավելի շատ։ Կապված նույնիսկ գյուղերը քաղաքի հետ ամեն ինչը շատ հետաքրքիր է անցնում, երբ որ լիովին արվում է օրգանիկ, մենք ռեալիզվում ենք ամեն ինչը, ոնց որ մենք ապրում ենք ու հիշում ենք դա, բերում ենք այսօր ենք բերում, մենք բերում ենք բեմ, մենք տալիս ենք հանդիսատեսին, որ ինքն էլ հիշի ոնց էր իր մոտ անցնում այդ ժամանակահատվածը, փորձերի ընթացքում շատ խնդալու բաներ են լինում, որտեղ Արցախյան բարբառը ինքը շատ հումորով լեցուն է, շատ մենք մտածում ենք, որ պարզապես չխնդանք բեմին հանկարծակի, որովհետև մեր դերասանները սիրում են նաև իմպրովիզներ, լավ տեղի իմպրովիզներ, նաև ռեժիսորն է շատ սիրում եւ գովում իմպրովիզները, որովհետև արցախյան բարբառով իրենք շատ համով են հնչում։ Այդ իմպրովիզներից մենք ուզում ենք մեզ պահենք, ու իրականում ոնց է լինում, դերասանը միշտ կերպարը, ինչու՞ մենք կարող սարքի իրենը, կարող է մտնի կերպարի մեջ, իսկ մենք ոնց որ
մեր անուններն է փոխած, բայց մենք այդպեսին ենք։ Ամեն մեկս գտել ենք այդ կերպարի մեջ մեզ, ինքներս մեզ, ու առօրյան նմանատիպ եղել է մեզ։ Ինչ-որ մեկին մի քիչ տարբեր, մեկին մի քիչ ավել, բայց եղել է հաստատ։ Կինամ ակնը ինչ տեսնամ։ Շուղին դեպի կարպետ ալվանում։ Իրան դեմ 3-4 աղջիկ կա։ Ամեն մինը կա, բայց դե մեր շուղին լողջի ինչ օկվում է։ Դեմեջքեր մի պատկերը։ Գիտեմ մաչին լղատան։ Քարտինյա պատկերը լուսինի մաշողատան շողերև ու շողեր չի հանցանի նորնու հապինի հանցանի ափատինի արապաստի պենկինի մենք սովորել ենք որ ներկայացում Արցախի մասին կլինի չգիտեմ կամ բլոկադայի մասին կամ կլինի պատերազմ կլինի ինչ-որ դիրք ինչ-որ սահմանամերձ պատմություններ կլինի իսկ այս ներկայացման մեջ դա չկա կամ միայն սերը կամ միայն ուժը եռանդը եւ լույսը այ լույսը կա այս ներկայացման մեջ որը որ տալիս ենք բոլորին։ Ներկայացման մեջ ես մարմնավորում եմ շողերի կերպարը։ Շողերը գյուղի մի պարզ հասարակ կենսախինդ աղջիկ է։ Դա այն կերպարն է, որ բոլոր աղջիկների մեջ կա, հատկապես այդ պատանեկության տարիքում։ Շատ ի տարբերություն գլխավոր կերպարի, տղայի, որին նա սիրում է, շողերը ավելի համարձակ, ավելի անկանխատեսելի կերպար է։ Ես այդ կերպարը շատ եմ սիրում, հատկապես ինքը մի քիչ շատ նման է ժամանակակից աղջիկների համարձակ լինելու։ Միշտ ինչ-որ հետաքրքիր բաներ տեղի են ունենում, բայց որը որ այդպես տպավորվել է, այն է, որ հիմնականում միշտ հատկապես որ մի քանի օր են մնացել ներկայացմանը, միշտ ինչ-որ խնդիր է առաջացել ֆիզիկական, որը որ մտածում ես պրեմիերանը կամ հաջորդ քայլը ինչպես է դուրս գալու բեմ, բայց հենց այդ օրը որ պետք է բեմ դուրս գաս, այդ խնդիրը չեզոքանում է։ Կերպարի մասին ինչ կարամ ասեմ, որ Ռուզանը, նույնքը ռեժիսորը, ոնց որ իր գործը վստահել է ինձ բեմում, շատ հետաքրքիր է նրանով, որ մթնոլորտը ամեն ինչը շատ մեր աչքերով ենք ներկայացնում, որովհետև լիքը մարդ նույնիսկ իմ ծանոթներից մի քիչ ուրիշ ձև է մեզ ընկալում եւ այլն, ոնց որ մենակ վատ կողմերից ու մենք ստեղ ներկայացնում ենք այն մյուս կողմերը, որոնք իրանք գուցե չեն տեսել ոնց Սամվելը ասեց հույս, հավատ ու ամենակարևորը սեր իմ կերպարն հենց է որ ես պետքա ասենց արանքային արագ իրանց պաուզաների մեջ հասցնեմ արագ բառերը թարգմանեմ բան ու մեկ-մեկ ոչ չեն հասցնում ասենց դե հա իհարկե ես էպիզոդի դեմք եմ ներկայացման ժամանակ դե որ ասենց վարակույրը բացում աչքերս փակ ես երգով սկսում եմ մի անգամ այդ մթնոլորտը հանդիսատեսի 200 հոգի մենակ մեզ են նայում, այդ պահը շատ հետաքրքիր է։ Կարծում եմ հետ ներկայացումը մեր հետաքրքիր է հենց նրանով, որ այն առաջին ներկայացումն է վերածննդից հետո մեր թատրոնի, բացի նրանից այն բարբառով է եւ կարծում եմ շատ հետաքրքիր կլինի մարդկանց, որոնք թե կրում են բարբառը եւ թե ուղղակի սիրում են կամ ցանկանում են ավելի ծանոթանալ արցախյան մշակույթի, հայկական մշակույթի այդ նեղ բնագավառին։ Հետաքրքիր է նաև նրանով, որ այն իրականում պատմում է Արցախի առօրյայի մասին առանց որևէ հուզական տարի, հա, չկա պատերազմի հիշատակում, չկա ինչ-որ հուզող, բացասական առումով հիշողություններ առաջացնող ինչ-որ էլեմենտներ կամ դրվագներ ներկայացման մեջ, այն ամբողջովին ստեղծված է պարզապես մեր հանդիսատեսին ուրախացնելու համար։ Իհարկե հանդիսատեսը դուրս է գալիս նաև հուզված, լացակումած, բայց դրանք կարոտի արդյունք